Termine Karapetyan հայկական ժամանակ պարոն Պեկյան թերևի հարցի մասնամասնացած բացմարտոսում խոսքը նոր զինվորական համազգեստի մասին է, բայց չմանրամասնեցիք թե ինչն է փոխվում եւ ինչու եւ արդյոք է ազատ վարժակ եւ նաեւ վարժական հավաքների մասով 25-օրյա արդյունավետության մասին կուզենամ խոսել, թե նաեւ ինչու դրանք 3 ամսից ստացան 25 օր, այսինքն բողոքներն էին շատ եւ հիմա մասնակցողների թիվը արդյոք շատ է սիրում են մասնակցում, թե հակառակը ապօրինների թիվն է շատ, այդ մասով ինչ տվյալներ կան վարորդների նկատի ունեն եւ նաեւ ինչ պատիժ են նախատեսվում եւ արդյոք 25 օրվա ընթացքում հնարավոր է անցածը վերհիշել եւ նոր հմտություններ նաեւ ձեռնել։ Ուրեմն 25-օրյա հավաքների մասին։ Նախ սա ես համարում եմ կարևոր ինստիտուտ, բայց սա նաեւ ես պիտի կապեմ տարածքային պաշտպանության զորքերի ձևավորման հետ։ Հիմա մենք ունենք տարածքային պաշտպանության եւ տեղական ինքնապաշտպանության համակարգ, տեղական պաշտպանության ներողություն համակարգ, որը ենթադրում է նախկին այսպես կոչված աշխարհազորի փոփոխված տարբերակն է, տեղական պաշտպանության համակարգը, սրանք դարձել են մի կուռ համակարգ, որը ենթադրում է, որ մենք խաղաղ ժամանակաշրջանում ունենք ձևավորված բրիգադային օղակներ, որտեղ կա կայուն սպայական կազմ, մինչև վաշտ օղակ։ Եվ երբ 25-օրյա հավաքի մասնակիցը գալիս է վարժական հավաքի, ինքը արդեն իսկ ունի կայուն գումարտակ եւ կայուն բրիգադ, որի խնդրի շրջանակներում նա նախ սկզբնական շրջանում վերհիշում է կարճ ժամկետում, 10-օրյա ժամկետում վերհիշում է իր նախկինում ունեցած հմտությունները, այնուհետև անցնում է հիմնականում 14-օրյա սահմանային ծառայություն եւ որով նաեւ հստակեցնում է այն ուղղությունը, որտեղ պոտենցիալ երկրի առաջ ծառացած մարտահրավերների ժամանակ կարող է ինքը համալրել որպես պահեստազորային։ Սա կարևոր է այն համատեքստում, որ մենք ունեցել ենք խնդիրներ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդկանց այդ հոսքը ճիշտ չի կառավարվել, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում նաեւ քանի որ սպայակազմը նույնպես համալրվել է պահեստազորից։ Մենք հիմա ունենք կայուն համակարգ, որտեղ բերումներ դնում ենք մեր 25-օրյա հավաքի մասնակիցներին, եւ ինչու 25 օր, որովհետեւ 25 օրը ավելի տանելի է աշխատող, կյանքից կտրվող մարդու համար, քան 3 ամիսը, որովհետեւ 3 ամիսը էապես նրանց գործունեությունը որոշակի խաթարում էր անկեղծ լինենք։ Հիմա այդ հարցը ըստ էության փակվել է։ Ինչ վերաբերում է համազգեստին, երբ մենք կավարտենք արդեն զորային փորձարկումը եւ վերջնական հաստատում կունենա նմուշը, ես նախատեսում եմ ազգային ժողովում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով այդ տեսակի համազգեստը կարգելվի վաճառել, այսինքն հնարավոր չի լինի գնել խանութում։ Այսինքն չի կարա ձեր եղբայրը զանգի ձեզ բանակից ու ասի, գիտեք, համազգեստս մաշվել է, մի հատ համազգեստ առեք ինձ ուղարկեք։ Չի լինի նման բան։ Համազգեստը երբ մաշվի, մենք պիտի դրա խնդիրը լուծենք։ Ըստ էության հիմա էլ կարգով այդպես է, բայց կան որոշակի հարցեր, որն էլ մեզ մղել է խնդիրը այս կերպ լուծելու։ Շնորհակալ։ Շնորհակալություն։